Ամենասկզբից էս ռուս-ուկրաինական 22 թվականից սկսած եւ դրանից առաջ էլ ռուս-ուկրաինական, բայց պատերազմին բանից սկսումից նախաձեռնելուց հետո անընդհատ պարբերաբար ռուսական կողմը Պուտինի բերանով, Մեդվեդևի կամ չգիտեմ այլոց այսպես կոչված անգղների ճակերտներում բերանով արտահայտում են։ Դա իմ կարծիքով բարձրագույն շանտաժ է, որովհետեւ միջուկային պատերազմի վերաբերյալ, միջուկային զենքի օգտագործման վերաբերյալ փաստացի կա համաշխարհային կոնսենսուս, ներառյալ ամենակարևոր բաներից մեկը ներառյալ Չինաստանը, որ միջուկային զենք չպետք է կիրառվի որևէ պարագայում։ Եվ բնականաբար դա շանտաժ է, այդ շանտաժի, այսպես ասած, տրվողներ բնականաբար կան համաշխարհային քաղաքական տիրույթում արագայում անցկացվելու է երկրորդ հանդիպումը։ Այդ շանտաժից բացի կա ուրիշ բան, որ ենթադրենք դրա մասին խոսում է Պուտինը, դրա մասին խոսում է Լավրովը, վերջերս տեղ ունեցավ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի Ֆիդանի այցելությունը Ռուսաստան եւ դրա մասին նորից խոսեցին, ասում են հետեւյալը, պետքա պատճառները այս բանի պատերազմի վերացնել։ Իսկ պատճառները նորից իրենք անդրադառնում 22 թվականի իրենց բերած պատճառներին։ Այսինքն պետքա Ուկրաինան դենացիֆիկացվի, Ուկրաինան պետքա դեմիլիտարիզացվի։ Այսինքն ասում են մի բան, որը հնարավոր չի։ Դենացիֆիկացիա իրանք ասելով ի նկատի ունեն ՆԱՏՕ-ի հանդեպ պահանջներ կային, հիշում եք։ Դե հա, բայց հիմնական երկու հիմնական հենքային պահանջներ դրանք են ՆԱՏՕ-ն բան, դրանք այդ դեմիլիտարիզացիայի շրջանակում դիտարկվել։ Այսինքն այդ երկու պահանջը դենացիֆիկացիա ասելով, այսինքն ուկրաինացիք իրենց ազգային ինքնությունից պետք է հրաժարվեն, պետք է դառնան նույնիսկ ռուսական ճակերտներում գուբերնիա, դեմիլիտարիզացիաները պետք է իր վիճակի չլինեն իրենք իրենց պաշտպանել, որը այս պարագայում բնական է, այլևս հնարավոր չի, եւ այսինքն նրանք դնում են նախնական պահանջներ, որը բան է անում, տորպեդահարում է հնարավոր բանակցությունները, եւ Թրամփը ինչքան էլ ինքը Պուտինի նկատմամբ անձնական ջերմ անթակույց զգացողություններ ունենալ, նա հասկանում է, որ իր անձնական վարկանիշն է կտրուկ անկում ապրում եւ աշխարհով մեկ եւ նույն Ամերիկան, որտեղ մարդիկ չեն հասկանում, որ մնացած դեպքերը ինչպես է նա շատ կոշտ վերաբերվում ցանկացածին, այդում նույն Զելենսկուն, իսկ Պուտինի նկատմամբ ունի տենց խիստ արտահայտված բարեհոգ վերաբերմունք։ Հենց որ Թրամփը ստիպված իմ կարծիքով եղավ խոսել նրա մասին, որ Պուտինը ոնց որ խելագարվել է, մենք մի բան ենք պայմանավորվում, ինքը նույն օրը տենց ռմբակոծություններ անում, ինքը խիստ կպատժվի, բայց 3 թե 3 չառաջ օրը նորից անդրադառնալով հարցին, ասելով որ Պուտինը հարցը տրվեց այսպես, որ Պուտինը ոչ համարժեք sense ձևակերպեն, ոչ համարժեք պահվածք ունի, ասեց այո, բայց անպայման շեշտեց, այսինքն նա ամեն անգամ էկվիլիբրիումը փորձում է պահպանել։ Ասեց, բայց Զելենսկին էլ է տենց։ Թե Զելենսկին ինչ կապ ունի այդ հարցի հետ, կամ եթե կապ ունի Զելենսկին փաստացի բոլոր պահանջները հերթով Թրամփի կատարում է։ Բոլոր պահանջները, այդ թվում նա գնաց Ստամբուլ, որպեսզի հանդիպում ունենա բան, ասին բոլոր պահանջները չի կատարում մի հոգի, դա Պուտինն է։ Հիմա տեսնենք Ստամբուլում նոր հանդիպման ժամանակ ինչ կլինի, բայց այստեղ մի հատ կարևոր հանգամանք կա, որին ես անպայման ուզում եմ անդրադառնալ։ Հայտնի հանրապետական սենատոր Գրահամը, դեմոկրատական սենատոր Բլումենթալ, եթե չեմ սխալվում, հետ միասին, եւ եւս 80-ից ավել սենատորներ ձևավորել են սանկցիաների նոր փաթեթ Ռուսաստանի դեմ, եւ ինչպես իրենք հենց Գրահամն է ասում, դա ողնաշար ջարդող կամ ոսկոր ջարդող բանա սանկցիաներ են, այսինքն այս սանկցիաները ունեն երկրորդային իրենց մեջ նշանակություն, այսինքն դա ոչ միայն Ռուսաստանի նկատմամբ է սանկցիա, այլ այն երկրների նկատմամբ, որոնք Ռուսաստանի հետ առևտրային գործարքներ կանեն, այդ թվում էներգետիկ ոլորտում նավթագազային, դա Չինաստանն է, դա Հնդկաստանն է եւ այլոք, այսինքն դա իրականում համենայն դեպս տենց են ներկայացնում լուրջ կոշտ սանկցիաներ են եւ երբ որ նույն Թրամփին դրա մասին հարց տրվեց, այսինքն դուք համաձայն եք թե չէ, ասես դե ես ուշադիր չեմ նայել, կնայեմ այն ժամանակ խոսենք, այսինքն խուսափեց պատասխանից, բայց եթե իմ կարծիքով, եթե Պուտինյան խաղը
Հա, որովհետև նա խաղում է, ոնց որ Թրամփն ասում, քթից բռնած տանում բերում է, տեսնենք այդպես է թե չէ, հերթական անգամ, երրորդ անգամ Թրամփը, երրորդ անգամ է դա, 2 շաբաթյա ժամկետ, վերջնաժամկետ տվեց Պուտինին, երրորդ անգամ է դա, ես շեշտեմ նորից։ Եվ եթե Պուտինը շարունակի նույն կերպ, արդեն ամերիկյան վերնախավի կամ establishment-ի, ինչպես իրենք են ասում, պահանջները Թրամփին, որ պետքա կոշտ բաների, քայլերի գնալ Ռուսաստանի Պուտինի կոնկրետ դեմ, կարող է արդեն աշխատի, այսինքն Թրամփի բարեհոգ վերաբերմունքը Պուտինի նկատմամբ, այս այլևս կարող է առաջ անցնելով Մեդվեդևը արդեն պատասխանեց այն ինչին։ Դե դա ես նույնիսկ եմ կերկում, դա շանտաժ անհանգստություն կլինի, բնական է, որ նման հայտարարությունը մարդու կողմից, որ Ռուսաստանի նախագահ է եղել, այնպես չի, որ արդ ոչինչ է, բայց այնուամենայնիվ ասածս հետևյալն է, որ դա իմ կարծիքով եւ ընդհանրապես վերլուծական իմաստով դա շանտաժ է։ Հիմա այստեղ ես ուզում եմ մի այլ բան անդրադառնալ, ոչ դա վերաբերվում է ոչ այնքան վերաբերվում է ռուս-ուկրաինական պատերազմին, դա վերաբերվում է ընդհանրապես տարածաշրջանային բաներին, բլոկերին, որոնք ձևավորվում են։ Հենց վերջերս մի քանի օր առաջ Ադրբեջան էր եկել Պակիստանի նախագահը։ Ադրբեջան միաժամանակ այդ նույն ժամկետում եկել էր նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը եւ երեքով նրանք բացեցին Լաչինում օդանավականը, ճանապարհներին նայեցին, որ կազմակերպվում են եւ այլն։ Բայց հիմնական բանն նա էր, որ արձանագրվեց այդ ճակերտավոր եռամիասնության բովանդակային նույնականությունը եւ նույն բանի Պակիստանի նախագահի բերանով ասվեց հետեւյալը, որ մեր այս ներդաշնակ եղբայրական հարաբերությունները վերաբերվում են եւ Ղարաբաղին, վերաբերվում են եւ հնդիկ Պակիստան այդ հարաբերություններին, այսինքն Կաշմիրի հետ կապված այդ թնջուկին եւ այլն, այսինքն մենք ընդհանուր եւ իսլամաֆոբիայի դեմ պայքարին, այսինքն մենք ընդհանրական միավոր ենք։ Մա տեսեք, Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան։ Դրա դեմ կա երկիր անունը Հնդկաստան։ Իմիջիալս Պակիստանը նաև խորը ինտեգրացիոն հարաբերություններ ունի Չինաստանի հետ։ Դրա դեմ կա երկիր կանգնած Հնդկաստան։ Եվ ոչ միայն Հնդկաստան, կա Հնդկաստան, կա Իրան, կա Հայաստան։ Ուր է այդ եռամիասնության կամ որևէ այլ ձևաչափով ընդհանրական կառույցները, որտեղ ինչ որ մի քիչ առաջ խոսում ենք, որ հայ պետականությունը, ինքնիշխան պետականությունը տապալված է, որտեղ եթե գոյություն ունենար 0-ից տարբեր եւ հայկականության շահով գործող պետական ինստիտուտները գոյություն ունենային, բնական է այս իրավիճակը, որ բնական, այսինքն ակնառու իրավիճակը պետք է օգտագործել։ Օրինակ Հնդկաստանը ինքը իր այն երկրները ունի, որոնց հետ ինքը համագործակցում է, բայց Հարավային Ասիայում մասնավորապես, բայց եւ Աֆրիկայում եւ խնդիրը, բայց ես ուրիշ բան եմ ասում։ Գոնե որպես տարածք տարածաշրջանային խնդիր է, չէ՞, Պակիստան, Ադրբեջան, Թուրքիա։ Այսինքն դա տարածա դրա վերևը կանգնած է իմիջիալոս էլ ասեմ Ռուսաստանը, որտեղ Ռուսաստանը այդ ամբողջի հետ համահունչ է գործում։ Ներողություն, իսկ Իսրայելը որտեղ է այս։ Իսրայելն էլ է դեռ, լավ հարց եք տալիս, Իսրայելն էլ է նույն տարածքում, նույն տիրույթում ասած, տարածքում։ Ասեք որ, որովհետև նույն Հնդկաստան, կներեք, Պակիստան, ադրբեջանական, ռուսական տիրույթում է գործում Հնդկաստանը եւ դրա ամենաակնառու ապացույցը այդ էն էլ ինչ արվեց Արցախում հայության դեմ Իրանը, Հնդկաստանը, Հայաստանը եւ դրան միացող արևմտյան երկրներ կան։ Ֆրանսիա, Հունաստան, Ֆրանսիա, որտեղ օրինակ նույն բանի այս իմ ասած այդ 3 երկրների հանդիպման ժամանակ անդրադարձը կարտարվել Հյուսեն Կիպրոսին հերթական անգամ։ Այսինքն այդ բաները, այդ միասնությունները խիստ կարևոր են այսօր եւ նորից անդրադառնանք մեր Հայաստան կոչվող երկրին։ Խիստ կարևոր է, որ Հայաստանում գործող իշխանական վարչակարգը լինի ազգայնական։ Խիստ կարևոր է, որովհետև այսօր նոր աշխարհակարգի ձևավորման շրջանակում հնարավորություններ են բացվում։ Կամ դու կարող ես այդ հնարավորություններից օգտվել եւ
վերականգնել քո պետական ինքնիշխանությունը եւ փորձել նորից կամ առաջին անգամ դառնալ գործոն, կամ դու մնալու ես հին աշխարհակարգի փլատակների